Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է շրջադարձային դիվանագիտական հանգրվանի։ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը պնդում է, որ գտել է արդեն գրեթե 4 տարի տևող հակամարտության կարգավորման բանակցային ելքը։ Այս շաբաթ ամերիկյան բանակի նախարար Դրիսկոլը Ժնևում ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո մեկնել է Աբու Դաբի Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի շուրջ ռուսների հետ բանակցելու համար։ Դեռ շոշափելի արդյունքներ չկան։ Ըստ CNN-ի Կիևը եւ Վաշինգտոնը անհամաձայնություն ունեն առնվազն 3 հիմնական կետի շուրջ։ Դոնբասի հիմնական հատվածի հանձնումը Մոսկվայի վերահսկողությանը, Ուկրաինայի ապառազմականացումը եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը այն 3 կետերն են, որոնք կարմիր գծեր են Ուկրաինայի, բայց նաեւ կարեւոր Ռուսաստանի համար։ Իր Բելարուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպանը Ռուսաստանի նախագահ Պուտինը խոսել է համաձայնության հասնելու դժվարությունից։ Я с удовольствием проинформирую вас о том, что у нас происходит на направлении достижения. Սիրով ձեզ կտեղեկացնեմ, Ուկրաինայում խաղաղ ճանապարհով մեզ համար ընդունելի եւ ցանկալի արդյունքների հասնելու ուղղության մասին։ Գիտեմ, որ հետևում եք ընթացքին, եւ դա միշտ մտահոգում է ձեզ։ Դուք այն մարդկանցից եք, որոնք ձգտում են այս հակամարտության ավարտին։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Այժմ հրապարակավ կասեմ այն, ինչ նախկինում ասել եմ ամերիկացիներին։ Եթե նրանք նրբանկատ լինեն եւ հասկանան, որ սա բարդ հարց է, որը բարդ որոշումներ է պահանջում։ Անձամբ նախագահ Թրամփը վերջին օրերին ավելի ճկուն տոն է ընտրել։ Սկզբնապես գոհաբանության օրը որպես վերջնաժամկետ սահմանելուց հետո այժմ նա հրաժարվել է այդ վերջնագրից, թեև շարունակում է պնդել, որ շատ շտապ պետք է հասնել խաղաղության։ Մենք լավ բանակցություններ ենք վարում։ Սկսել ենք Ռուսաստանից, որոշ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ։ Ուկրաինան լավ է առաջ ընթանում։ Կարծում եմ նրանք բավականին գոհ են դրանից։ Նրանք կուզեին տեսնել ավարտը, եւ մենք դեռ մի որոշ ժամանակ չենք իմանա, բայց առաջընթաց ունենք։ Այս պատերազմը կարող է տարիներ տևել, իսկ Ռուսաստանը ավելի շատ մարդ ունի, ավելի շատ զինվորներ։ Ուստի կարծում եմ, եթե Ուկրաինան կարողանա գործարք կնքել, դա լավ բան կլինի, բայց Ուկրաինան շատ ավելի փոքր է, ավելի քիչ բնակչություն ունի։ Նրանք շատ մարդ են կորցրել։ Ռուսաստանն էլ է շատ մարդ կորցրել, բայց Ռուսաստանը մարդկային շատ ավելի մեծ ռեսուրս ունի։ Չնայած ճնշմանը եւ ռազմաճակատում տիրող ծանր իրավիճակին, Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ընդունել Միացյալ Նահանգների առաջարկած խաղաղության պլանը, բայց մեկ պայմանով՝ ցանկացած բանակցություններում իրենց եվրոպացի դաշնակիցների մասնակցությամբ։ Մենք հաստատապես հավատում ենք, որ Ուկրաինայի վերաբերյալ անվտանգության որոշումները պետք է ներառեն Ուկրաինան։ Դա մեր դիրքորոշումն էր Ժնևում եւ միշտ Եվրոպայի վերաբերյալ անվտանգության որոշումները պետք է ներառեն Եվրոպան եւ նույնը վերաբերում է Կանադային, Ճապոնիային, Ավստրալիային, Նոր Զելանդիային, մյուս երկրներին եւ յուրաքանչյուր ազգի։ Եվրոպացի առաջնորդներն իրենց հերթին վերահաստատել են, որ աջակցում են Ուկրաինային եւ պնդում են, թե անվտանգային ամուր երաշխիքներ են պետք։ Բանակցությունները նոր թափ են ստանում եւ մենք պետք է օգտագործենք այդ պահը, ոչ թե որովհետեւ տագնապի պատճառ կա։ Ուկրաինան ամուր է, Ռուսաստանը դանդաղ, իսկ Եվրոպան հաստատակամ, այլ որովհետև վերջապես կա հնարավորություն իրական առաջընթաց գրանցելու դեպի լավ խաղաղություն։ Այս ֆոնին ակտիվանում է նաև Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը։ Շվեդիան կոչ է արել Եվրամիությանն անհապաղ ընդունել պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Պատժամիջոցների 20-րդ փաթեթը պետք է էլ ավելի ուժեղ հարված հասցնի ռուսական էներգետիկ եկամուտներին, քանի որ դրանք պատերազմի ֆինանսավորման հիմնական աղբյուրն են։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ն, Եմեն նույնպես պետք է թիրախավորի ռուսական նավթային հսկաներին։ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը պնդել է, որ անհապաղ հրադադարը պետք է լինի առաջին քայլը, թեև ընդունել է, որ Ռուսաստանի պատասխանատվության նշաններ չկան։ Ռուսաստանը ռազմական մեքենա է եւ չի դանդաղեցնում տեմպերը, այլ հակառակը ուժեղացնում է դրանք։ Մենք դեռ պետք է դուրս գանք այնպիսի իրավիճակից, երբ Ռուսաստանը ձևացնում է, թե բանակցում է, հասնենք մի իրավիճակի, երբ նա ստիպված կլինի բանակցել։ Այն տեսակետը, որ Ուկրաինան պարտվում է, նույնպես բացարձակ սխալ է։ Եթե Ռուսաստանը կարողանա ռազմական ճանապարհով նվաճել Ուկրաինան, ապա արդեն արած կլիներ դա։ Չնայած անորոշությանը բանակցությունները շարունակվում են։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրի Սիբիհան հայտարարել է, որ բանակցային խմբերը կրկին հանդիպելու են։ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները դեռ նորմալացման վաղ փուլում են, եւ այս գործընթացի ընդհանուր հաջողությունը երաշխավորված չէ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերսն ընդգծել է, որ Գերմանիան ոչ միայն չի դադարեցնելու իր աջակցությունն Ուկրաինային, այլև զգալիորեն կավելացնի այն, եկող տարի 11.5 միլիարդ եվրոյի հասցնելով։ Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, մենք գումարն ավելացրել ենք եւս 3 միլիարդ եվրոյով, հասցնելով ընդհանուր գումարը 11.5 միլիարդի։ Սա արվում է Ուկրաինայի ձմեռային պաշարների դեմ Ռուսաստանի իրականացրած ահաբեկչական արշավի հետևանքները մեղմելու նպատակով։
Առաջիկա օրերին Եվրամիությունը կներկայացնի իրավական ծրագիր, որը թույլ կտա օգտագործել Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված ակտիվները Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելն այժմ պատրաստ է ներկայացնել այդ ծրագիրը։ Աննա Հարությունյան, Reopen Media։